Նախ թիմային լուսանկար։ Այն կպատմի, թե որքան ջերմությամբ ու սիրով աբովյանցիները դռները բացեցին ուժեղ Հայաստանի թիմի առաջ։ Դե չեմ կարա չասեմ, ես ձեր ցավը տանեմ, բարով եք եկել։ Ես Աբովյանում ծնվել եմ, Աբովյանում մեծացել եմ, Աբովյանում ապրում եմ, ու ես իմ ու ձեր քաղաքն է։ Այս քաղաքում նաև հայրս է ծնվել։ Այս քաղաքի փողոցները, բակերը, այս քաղաքի ամեն ինչ իմ համար ինչ որ աշխարհագրական բաներ չեն։ Այս քաղաքի ամեն ինչը իմ ինքնության մի մասնիկն է։ Իսկ ինքնությունը չի ջնջվում, չի մոռացվում։ Նախորդ թեման հայ մայրիկի հետ տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսողը չպետք է լինի մեզ վարչապետ, չի լինի եւ վերջ։ Նարեկ Կարապետյանի ձևակերպումն է, Աբովյանում ելույթը հենց այս թեմայից սկսեց։ Մեր երկրի վարչապետը մետրոյով գնալուց արցախցի մայր ու երեխա է տեսել ու մի քանի անգամ տվել է իրանց իրա բուկլետը, այդ մարդիկ ասել են չենք ուզում, ասել են Արցախը տվեցիք էլ ինչ բուկլետ ու ինքը շատ վատ խոսույթ էր իրեն թույլ տվել այդ մայրիկի ասեին ու իր երեխայի ասեին։ Երկրի վարչապետը արցախցիներին փախածներ է անվանում, մեղադրում, որ չկռվեցին։ Իսկ ով կդիմանար այնքան, որքան արցախցիները դիմացան, հարցնում է Նարեկ Կարապետյանը։ Քանի ամիս Արցախը սոված դիմացավ, Ժորժ ջան։ 9 ամիս Արցախը սոված մնացել է։ Ճանապարհը դուրս բաց էր, համ բաց էր Ադրբեջանից, որ բեռ ընդունեին, բայց իրանց հայկական անվան պատճառով չէին ընդունում։ Սոված էին, չէին ընդունում։ Չեն ֆայմել էլի, որ գնային, ասենք, Օնիկ Գասպարյանի մոտ բունկերում պահկվեին, բունկերից սելֆի վիդեո անեին։ Կարապետյանն արձագանքում է մտահոգություններին, թե պետք է արդյոք հակաօդային պաշտպանությունը իսրայելցի մասնագետին վստահել։ Ժորժ ջան, այս պահին հարյուրավոր դրոններ են գնում իրանց վրա, 100-ից 1-ն են գնում։ Հարյուրավոր բալիստիկ հրթիռներ են գնում, 100-ից 1-ն են գնում։ Մենք մի հատ գալիս էր Հայաստանի վրա, այդ մեկն է չկարեցան կանգնացնենք։ Մեզանով անենք այդ մարդկանց, աշխարհի 5 մասնագետներից մեկն է, թող գա մեզ սովորացնեն։ Ոնց են պաշտպանում իրանց օդը, որ աշխարհը խփում չի ընկնում։ Ունենալու ենք ուժեղ անվտանգություն, ունենալու ենք երկարատև, ունենալու ենք կայուն խաղաղություն մեր ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Ուժեղ Հայաստանը Աբովյանում արդեն գրասենյակ ունի, այն քաղաքի մարդկանց համար հուսալի անկյուն կդառնա իրենց հարցերով ու առաջարկներով գնալու համար։ Ում առաջնորդությամբ ու ինչպիսի Հայաստան եք ուզում տեսնել հունիսի 7-ից հետո, աբովյանցիները միաձայն պնդում են։ Ուժեղ Հայաստանն այլընտրանք չունի։ Կերտենք ուժեղ Հայաստան։ Մեր ապագա վարչապետ Սամվել Կարապետյանը հենց այն անձն է, ով պետք է վերցնի իր ձեռքը ամբողջ ընթացքը ու ղեկավարի այլևս։ Մարդիկ ուզում են նոր ղեկավար, եկել է, թող ընտրեն։ Հայաստանի առաջնորդը լինի այնպիսի մարդ, որ Հայաստանի ճակատագիրը չարժանանա նույն Արցախի ճակատագրին։ Ուժեղ Հայաստանը ուզում է, որ ժողովուրդը նորմալ ապրեն, օրվա հացի փողը մուրան, այլ աշխատեն իրենց աշխատանքով իրենց երեխաներին պահ։ Մեր սերունդները, մեր ապագան, մեր երեխաները ապրեն ամուր հողի վրա։ Մարդը գալիս է իր ծրագրով, իր քայլերով, հստակ դիրքորոշումով, գիտի ինչի համար է գալիս ու ինչի են գնում։ Մենք վստահ ենք Սամվել Կարապետյանից, որ խաղաղություն աներով։ Իդո պաշտպանը խաղաղություն չի բերում, դեպի խաղաղություն չի։ Եթե թույք ընդստած են մեր սահմաններով, խաղաղություն չի։ Առանց կորուստների ազատ անկախ Հայաստան ենք ուզում։ Ժողովուրդ ջան, մեր գրասենյակը լինելու է Աբովյանի մի շատ տաք անկյուն, որտեղ որ բոլորը մեր ամբողջ համայնքի բնակիչները, նաև մեր քաղաքի հյուրերը իրանց գալու են իրենց տանը։ Մեր նպատակն է լինել ժողովրդի կողքին, լսել յուրաքանչյուր քաղաքացու եւ միասին գտնել լուծումներ։ Մենք հավատում ենք, որ ուժեղ պետությունը սկսվում է ուժեղ համայնքից։ Աբովյանցիների հարցերը, խնդիրները, մտահոգություններն ու առաջարկները լսելուց հետո ուժեղ Հայաստանի թիմը երթով հասավ քաղաքի անմար կրակի մոտ։ Ծաղիկներ խոնարհելուց հետո բազմամարդ երթը շարժվեց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի։
Աղոթքով ամփոփված այցն ավարտվեց հավատով ու վստահությամբ։ Ուժեղ Հայաստանի առաջին առավոտը բացվելու է հունիսի 8-ին։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։